Աստծո սուրբազան խոսքեն պիտի գարտամ 5 դագարանին քիրքերեն, ուրեմն առաջին թագավորաց 17-րդ գլուխեն, եւ պիտի գարտամ 40-49 համարները։ Հոն կտեսնենք ինչպես Դավիթ Գողիաթին գդաբալ է, ուրեմն 40-րդ համարը այսպես կսե. Եվ իր ցուբը ցերկ արավ ու հեղեղադեն իրեն համար 5 հատ քայլախազ քար ընտրեց, այսինքն սուր քարեր ընտրեց, ու զանոնք իր հովվական ամանին, այսինքն մախաղին մեջ թրավ ու բարսը ցերկը բռնելով փղշտացի մոտեցավ, եւ փղշտացին ալ եկավ ու Դավիթի մոտեցավ, եւ անոր վահանը վերցնող մարդը անոր առջև էր, ու երբ փղշտացին նայեցավ ու Դավիթը տեսավ, զանիգա արհամարեց, քանզի անիգա գարմիր քունով ու քեղեցիկ դեմքով բադանի մներ, եւ փղշտացին ասավ Դավիթի. միթե ես շունեմ, որ իմ վրա ցուբով գուքաս, ու փղշտացին իր ասվածներով Դավիթը նզովվեց, եւ փղշտացին ասավ Դավիթի. ինձ եկուր ու քու մարմինդ երկինքի թրջուններուն ու թաշտի քազաններուն դամ, եւ Դավիթ ասավ փղշտացին. Թուն ինձի սրով, նիզակով ու քեղարդով գուքաս, բայց ես զորությանց դերոջը քու նախադած Իսրայելի զորքերուն Աստուծուն անունովը քեզի գուքամ, այսօր դերը քեզ իմ ցերկս պիտի մատնե, ու ես քեզ պիտի մերցնեմ, քու վրայդ գլուխդ պիտի առնեմ, եւ փղշտացված բանակին թիակները այսօր երկինքի թրջուններուն ու երկիրի քազաններուն պիտի դամ, որբեսի բոլոր երկիր գիտնա, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Եվ այս բոլոր ժողովքը գիտնան, որ դերը սրով ու նիզակով չազատեր, քանզի պատերազմը դերոջն է, ու անիգա ցեզ վեր մեր ցերկը պիտի մատնե։ Ու երբ փղշտացին ելավ ու եկավ Դավիթի մոտեցավ, Դավիթ ալ շուտով պատերազմի ասպարեզը վազեց փղշտացին դիմավորելու, եւ Դավիթ իր ցերկը իր մախաղին մեջ խոթեց ու անգե քար մարավ եւ զանիգա բարսով նետեց ու փղշտացին ջագադը զարգավ եւ քարը անոր ջագդի մեջ մտավ ու անիգա երեսի վրա քեդինը ինգավ։ Այսօրվա մեր նյութը պիտի լա անարժեք բաներ արժեք կստանան։ Կյանքի մեջ իրականություններ կան, որ գրեթե նկատի չառնվիր, անոնցմե մեկն է, որ փոքր բաներ, փոքր արարքներ մեծ արդյունք տված են։ Չեմ գիտեր, ժամանակին գարտացի թերևս տուգալ գարտացած եք թրուցիկը մեջ, օրմը Տրամադան մեծ դնորենները եւ հայտնի ընկերություններ ու դնորեններ հավաքված ժողովի մեջ ժողով մգնեին եւ հանգարց դնորենները մեկը իր սովորությանը պես ասպես առանց հայտնի անելու գամածը քիթեն մազմը գքաշե եւ ինք ուրախ է որ մեկը չտեսավ այդ արարքը բայց երբ դուն քնած քիշերը 40 աստիճան եւ այդ արարքը մահվան դարավ անշուշտ ասիգացես վախցնելու համար չեմ ունիսեր այս չի նշանակել բոլոր անոնք որոնք այդպեսի արարքներ գնեն նույն վիճակի պիտի մատնվին եթե այդպես լար մեզ մետերել շատերս հոսպիտ չլային բստիկ արարքը փոքր արարքը մեծ արդյունք տվավ անդգադելի արարքը պատմության մեջ աբրած են մարդիկ որոնք անարժեք կնկատվեին շրջանակի մեջ շուքի մեջ մնացող եղած էին եւ սակայն յետքը մեծ օրհնություն դարձած են իրենց երկրին ընկերության եւ միջավայրին Անկլիո Օքսֆորդ Չայլեր քաղաքի մեջ 30 նոյեմբեր 1874-ին
քերուկ մանչ մծնավ։ Երբ փոքր էր, հաչո աշակերտ մչեր այս բադանին։ Չարաճիճի մեկն էր և թշվարով ընդունվեցավ զինվորական դպրոցը։ Վերջապես ըսպամը գլա և պատերազմի ժամանակ թղթակիցի թերը կգադարե։ Եվ պատերազմի եղելությունները գարձանակրեր։ Որ մայս երդասարտը հարավային Ամերիկայի մեջ ցերպակալվեցավ և ցևոմը ազատեցավ մոտավորապես 300 կիլոմետրն և ավելի ոտքով քալելով ապահով դեղը գահասնի։ Այս մարդը քրող էր, ինչպես ասի դեղեցություններ կգրեր պատերազմի դաշտեն և քրություններուն պատճառով համբավ ստացավ։ Եվ դեղը եկավ, որ Անգլիո արյուծը դարձավ։ Winston Churchill, երբ Գերմանիոտ դեմ մղած պատերազմը հաղթեց։ Անարժեք անձն էր, շուքի մեջ մնացող, սակայն ետքը արժեք ստացավ։ 13 ապրիլ 1808-ին Ֆլորենցիա քաղաքին մեջ ընտանիքը 9-րդ զավակը ունեցավ Անտոնիո Միուչի անունով։ Այս մարդուն մտքի մեջ հղացավ հեռախոսի գաղափարը և ինք եղավ հեռախոս հնարողը, որ մեկ սկոտլանդացի Ալեքսանդր Գրահեմ Բիլ զարգացուց այս թրությունը, հեռախոսի թրությունը։ Այս մարդը այնքան աղքատ էր իր ընտանիքը, որ տրամփ չուներ իր ուսումը շարունակելու համար։ Տրամփ չուներ, չգրցավ շարունակել։ 18 տարեկան էր, ընկերության մեջ թուր բացող կոծող էր, բահագություն գներ։ Եվ մասնավոր փայլուն ապակայմը հույս չեր երևեր այս երդասարտին կյանքի մեջ։ Սակայն բարակաները կփոխվին, ուսումը կշարունակե, քիմիագիտություն, բուժագիտություն ուսանեցավ և հերացայինի թրությունը ստեղծեց։ Անարժեք անձն էր, բայց ետքը արժեք ստացավ։ Զմիրնիո մեջ Օսմանյան գայսրության ժամանակ 1906-ին հույն ընտանիքի մեջ մանց զավակ մծնավ։ Այս ընտանիքը 1923-ին Զմիրնիո չարթին պատճառով Հունաստան կփոխադրվին, գործընծնելով ամեն բան։ Իրենց դղան 19 տարեկան Արժանտին կքախտե, գիտեք որքան գումարով, $63։ Սկիզբը ջաշարանի մեջ խոհանոցը ամաններ գլվար։ Ետքը ծխախոտի կորձարանի մեջ քիշերը ցերեգին խառնելով աշխատեցավ։ Ետքը հին նավ մքնեց, ետքը ուրիշ նավեր քնեց, քարուր փոխադրող նավեր, ետքը օթոնավի ընկերություն հիմնեց։ 25 տարեկանին նյութական ասպարեզի մեջ շատ բարձրացավ և իր ժամանակաշրջանին հարուստներեն մեկը դարձավ։ Այդ անձը Արիստոտելիս Օնասիսն էր։ Մինչև հիմա հսկա հիվանդանոց մը իր անունին մասնակեց սրտի բժիշկները հոնեն։ Խոհանոցի մեջ բնակ լվացողը Հունաստանի մեջ ամենագեղեցիկ գղզին սեփականադերը դարձավ, Սկորպիո գղզին։ Անարժեք նկատվող մեկը մեծ արժեք ունենա։ Փոքր երևցող բամը մեծ արդյունք կրնա բերել։
Սուրբ Գիրքի մեջ հատված մգարտացինք եւ գանթվինք ուրիշ տեղերու մեջ մարդոց, որոնք շուքի մեջ էին, ըստ երևույթին անարժեք, սակայն Աստված այդ անձերու միջոցով ըսկանչելի գործեր ու հրաշներ կատարած է։ Եվ Աստծո հոգին այդ անձերուն կյանքը արձանագրել տված է, որպեսզի մենք գիտնանք, որպեսզի ցույց տա, այս ավելի կարևոր է, որպեսզի այս հասկանանք, ըմբռնենք, արձանագրել տված է, որպեսզի ցույց տա, թե ինք իր ծրագիրները հարաճ տանելու համար բեք չունի զորավոր մարդոց, այլ շուքի մեջ մնացող մարդոց, այսինքն մարդիկ, որոնք հեզ են, խոնար են, որոնք իրենց զորության չեն ապավինիր, իրենց էգոյին վրա հիմնվելով չեն ապրիր, այլ Աստծո։ Մարդիկ, որոնք հոժար են Աստծո հնազանդելու։ Առաքյալը գսե, երբ ես դգար եմ, դարօրինակ կրնա թվիլ, երբ ես դգար եմ, այնադեն զորավոր եմ։ Ինչպես կլա, այսինքն երբ ես գնդունիմ իմ ոչնչությունս, ես առանց Աստուծո փամբը չեմ գրնարնել, այնադեն Աստուծո հոգին վրաս պիտի կա, և այնադեն ես զորավոր եմ, կյանքի դժվարությունները պիտի դիմակրավեմ, որտև Աստուծո հոգին մեգումը վրա ըլլալ կնշանակե, որ անոր իմաստությունով օժտված է, անոր վախ ունի, և պիտի գրնա շիդակ մտածել։ Գարտացված հատվածի մեջ նշմարեցին շուքի մեջ մնացող բադանիմը, Դավիթ անունով։ Լսենք, թե Աստված այս բադանին ուրդեղ են կանչեց։ Եթե գարտանք նույն Գիրքին 16-րդ գլուխին 6-12 համարները արագ մգարտամ հետաքրքրական է, ուրեմն գսե ու երբ անոնք եկան, հիմա Սամուել բիդերթա թագավոր մոծե, ու երբ անոնք եկան Հեսեի տունը գերտան, ուրեմն գսե Եղիապը դեստելով ըսավ, իրավ, որ դերոջ օձյալը իր առջև է, բայց Տերը Սամուելի ըսավ, անոր երևույթին ու հասակին երկայնությանը մինայր, քանզի ես զանիգա անարգեցի, չիդակ թարգմանությունը մերժեցի է, Աստված մեգումը չանարգեր, ընդունելի չէ, ադիգա չընդունեցի, այդ ըսել գուզե, Սամուել ըսկուշեղիր, ես անոր չեմ ուզեր, և գսե, որովհետև մարդուն նայելը չլար, քանզի մարդը երևցածին գնայի, բայց Տերը սիրտին գնայի, և Հեսե ապինապատը կանչեց, ու զանիգա Սամուելի առջև անցուց, և Սամուելը սավ Տերը ասել ընդրած չէ, ու Հեսե Սաման անցուց, և Սամուելը սավ Տերը ասիգա էլ ընդրած չէ, ու երբ Հեսե Սամուելի առջև են իր 7 որդիներ անցուց, Սամուել Հեսեի սավ Տերը ասոնց մեկը չընդրեց։ Եվ Սամուել Հեսեի սավ դղակներդ այդ չափ են, ու անիգա ասավ Դագավին ամենեն բզդիկը մնաց, և ահա անիգա ոչխարները գարած է, ու Սամուել Հեսեի սավ մարդ խրգե ու զանիգա պերել դուր, կազի մինչև որ անիգա հոս չկա, մենք սեղան պիտի չնստինք, ուստի մարդ խրգեց ու զանիգա պերել դվավ, և անիգա գարմիր էր ու աղվոր աչկեր ուներ ու թեմպն ալ քեղեցիկ էր, այն ադեն Տերը սավ, ելիր ասիգա օձե, կազի ասիգա է, ուր էր Դավիթ ոչխարներուն հետ կսպաղվեր, Աստված ոչխարներուն ետևեն կանչեց։ Այո, Սամուել մարգարեն և իր բոլոր շուրջիները, ներկաները չէին ակնկալեր, թե այս բադանին Աստուծո կողմէ ընդրված ու որոշված թագավոր։ Այս բադանին Դավիթ թե թագավոր
եւ նաեւ թե մարգարեր Աստուծո հոգին անոր վրա եկավ 10-րդ համար այդպես կսե եւ Սամուել յուղին եղջյուր արավ ուզանիգա իր եղբայրներուն մեջ օծեց ու այնորեն ետքը դերոջը հոգին Դավիթի վրա եկավ Դավիթ ինչու ընտրեց ոչխարներու յետևեն որովհետեւ Դավիթ Աստուծո սիրտին համեմատ մեկն էր Պատրաստ էր Աստուծո հնազանդելու եւ Աստված կտեսնե ինչպես ասավ Սամուել մարդը երև ցածի գնայի բայց դերը սիրտին գնայի Պատրաստ էր անոր համար այս շուքի մեջ մնացող բադանին դերոջը ցերքի մեջ հրաշալիորեն կործածվեցավ եւ Աստուծո ծրագիրին մաս կազմեց 17-րդ գլուխի մեջ Դավիթի հաղթությունը գտեսնենք Գողիաթի դեմ եւ կարդացինք ինչպես հաղթեց ինչպես դաբալեց այդ հսկան ինքը 5 քարեր հավաքեց բայց պետք չեղավ մեկ քար բավարար էր փոքր քարով դաբալեց Փոքր քարը մեծ արդյունք տվավ աննշան բադանին նշանավոր մարդուն դաբալեց մինչ Սավուղ եւ իր փանագը ահու սարսափի մատնված էին եթե գարտակ նախորդ գլուխը եւ շարունակապար վախի մեջ էին թագավորը Սավուղ ամբողջ փանագը վախի մեջ էին այս բադանին ամբողջ մտնոլորտը փոխեց փանագին վրա խանթավարության հոգի եկավ ուժարին բոլորն Աստուծո գործերը հրաշալի են պայմանավ որ հեզլաս թունքու անցիդ վրա ասպես վստահելով մեծ համարում ունենար քու անցիդ եսիդ էգոիդ քերին միթար Աստված սիրելիներ միշտ ասած ենք եւ դասել մինչեւ որ Աստված շունչ կուտա ան հբարտ մարդոց է կորչունի ասը պետք է լավ ըմբռնենք Աստված հբարտ մարդոց է կորչունի ինչ կուզե թողնա եկեղեցի մեջ ամենալավ ծառայողը լավակույն ամայնքի ծափարություններ շուրջիները հարցը Աստծո հետ է Աստված ինչ աչքով գտիդե Երկրորդ անձը զոր ընդրած եմ որպես օրինակ այս ճշմարտությունը հաստատող դարձյալ 5 գդագարանեն մեզի ծանոթ փոքր աղջիկ մներ քերի դարված աղջիկ որ Նեեմանի բժշկության ոչ թե միայն ֆիզիկապես հավանոր հոգինալ փրկության միջոց եղավ ասիկա գարտանք 4-րդ թագավորած 5-րդ գլուխին 1-3-ը գարտանք գսե Եվ ասորվոց թագավորի զորակլուխը Նեեման իր դերոջ արջև մեծ ու հարկելի մարդ մներ, քանզի դեր անոր ցերկով ասորվոց փրկություն դվերեր։ Ու այս մարդը զորավոր գդրիչ մներ, բայց փորոդ էր։ Եվ ասորվոց քունթերը ելնելով Իսրայելի երկրեմ բզդիկ աղջիկ մքերի արերեին, ու անիգա Նեեմանի գնոջ քով էր։ Որպես սպասուհի եւ անիգա իր դիկնոջ ըսավ երանի թե իմ դերս Սամարիա եղող մարգարեն արչեվլար այն ադեն զանիգա իր փորոդութենեն գփժշկեր այս բստիկ աղջիկան անունը նույնիսկ չի հիշվիր այս աղջիկը քերի դարված էր եւ փորոդ Նեեմանի զորավարին դիկնոջը դամ մեջ անոր գծարայր եւ երրորդ համարի մեջ այս գարշ նախատասությունը երանի երբ լսեց որ դիկնոջ ամուսինը փորոդ է ասավ երանի մարգարեն իշտա հոն երևնա երանի երթա հոն ուրիշ բանը չսավ աննշան մեկը քերի աղջիկը Աստված կործածեց
կտեսնեք Աստված որոնց կկործածը կործածեց եւ գրաբաշտ Նեեմանին փրկության միջոց եղավ ոչ թե միայն մարմինը բժշկեց հաբա նաեւ անոր հոգին 17-րդ համար երբ որ գգարտանք գսե ու Նեեման ըսավ ուրեմն սկիզբը ընձաներ դվավ ես բժշկվեցա ընձաներ բիտամ քեզի բարդական եմ ամբողջ կյանքս բարդական եմ փրկեցիր զիս մերժեց ընձաները լավ ըսավ ընձաները մերժեցիր ու Նեեման ըսավ ուրեմն քու ծառայիդ այս երկրին հողեն երկու չորի փեր չդրվի քազի քու ծառատ մեյ մնալ ուրիշ ասվածներու ողջագես կամ զոհ պիտի չնե բայց միայն Եհովայի մարդը հասկացավ ով է ճշմարիտ Աստվածը եւ սա ես այլևս Եհովան պիտի բաշտեմ Աստված կկործածե սովորական մարդիկ արդասովոր կործերու համար Բեք չէ մորնանք թե Աստուծո մեծակույն զորությունը կհայտնվի մեր մեծակույն դգարության մեջ Գարտանք առաջին գործածված նամակի մեջ այս համարները մարդիկ թերևս երբեք կարևորություն չեն դար բայց նայեցեք Աստուծո թիրքը ինչ է առաջին գործածից 1:27-31 գարտամ բայց Աստված աշխարհիս հիմարները ընդրեց որբեսի ամոթով ունե իմաստունները հիմարներ ըստ իրենց որոնք իմաստասերներ են խելացի են ուրիշները հիմար գսեբեն օքեյ թուն հիմար գսեբես Աստված այդպեսիներուն ընդրեց որբեսի ամոթով ունե իմաստունները ու աշխարհիս դգարները ընդրեց Աստված որբեսի ամոթով ունե զորավորները եւ աշխարհիս ցածասկինները ու անարդները ընդրեց Աստված եւ ոչինչները որբեսի փամը եղողները խափանեն որբեսի մարմինը չբարձի Աստուծո առջև իսկ դուք անգեք Քրիստոս Հիսուսով որ Աստծո իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն եղավ մեզի որբեսի ինչպես գրված է ան որ կբարձենա դերոճմով թող բարձենա աշխարհիս դգարները ընդրեց որբեսի ամոթով ընե զորավորները Եվ աշխարհիս ցածասկինները ու անարքները ընդրեց եւ ոչինչները որբեսի փամը եղողները խափանեն այս համարը ցեզի փամը գսե Արոք որոնք եկեղեցական պատմությունը գիտեն մանավանդ վերջին տարերուն Հյուսիսային Ամերիկան Եվրոպան Անգլիան եւ Ամերիկան Գիտեք ինչ հավատացյալներ դերոջը նվիրված մարդիկ միսիոնարներ կացին հետամնաց երկիրներում եւ այսօր այդ հետամնաց երկիրներում մեջ ասիո մեջ հոնդեղե մարդիկ կելեն Աստված կկործածե եւ փյուրավորներու փրկության միջոց կդարձնի իսկ անոնք որոնք լավ էին այսօր բարոյապես եւ հոգեվորապես ամենացած մագարտագի մեջ կգտնվի այո Աստված սովորական բարձ մարդիկ կործածե իր ծրագիրները հարաճ տանելու համար ուրիշ անց մնալ ընդրած է որ այս ճշմարտությունը գահստատ է մեր նյութին անարժեք բայց արժեքը ստացան Անց մնոր գդագարանի մեջ գիմ մներ, որ մարդիկ եթե դեսնեին, կովեն չէին անցներ։ Չէին ուզեր դեսնել, սակայն այս գինը ամբողջ քաղաքիմը բնակչության փրկության միջոց դարձավ։ Երբ որ դերը ջանցավ եւ զայն ընդունեց իր սրտի մեջ։ Այդ գինը Սամարացի գինն է, որ Հիսուսի հետ հանդիպում ունեցավ։ Գարտացեք դուք Հովանու 4-րդ գլուխում պիտի տեսնեք։ Ինչ հրավ այս գինը, աննշան գինը,
աղդոտ արժեք չունի իր շրջանագի մեջ, մեծ արդյունք բերավ, մեծ արդյունք, ժողովրդի մեջ, Քրիստոսը որպես փրկիչ ընդունել է ետ վգայեց, հրճագավոր քարոզչուհի չեր ասիգա, աստվածաբանական դպրոց չի կնած, աննշան մեկն էր, սակայն փորձառություն ունեցավ, ինչ էր այդ փորձառությունը, հասկացավ Հիսուսի առաքելությունը, ընդունեց, որ ան մեսիան էր, Աստված էր, և կյանքը եղաշրջվեցավ և քնած իր ժողովրդին վգայեց, այնպես որ այսօր ինչու համար այս վգայությունը չի գա, եկեղեցիներուն մեջ, քրիստոնեական շրջանակներում մեջ, որտեղ մարդիկ չունին այս փորձառությունը, որ մենք կգոչենք վերստին ծնունդ, մարդը փոխված չէ, ինչ պիտի վգայե, եկեղեցի գերտանգուքան իրենց անձին վստահելով, ես բարի եմ, սիրտս բարի է, բայց ջանցած չեն դերը, ինչպես պիտի վգայեն, ինչ պիտի խոսին, անորաբար լուր կգենան, բայց հոս աննշան մեկը կուզես տունալ, փրկության պատճառ դառնալ, պետք է նախ փրկությունը ջաշակես, ընդունիս, փորձառության վգան եղավ, քարոզ պատրաստելու բեք չի գա, օրերով Սուրբ Գիրքը սերդելու բեք չի գա, ինչ որ Հիսուս գնե մեջդ, այդ մասին կխոսիս, Հիսուս ըսկանչելի փրկիչ է, զիս փրկեց, այս կնոջ վգայությունը եթե լսենք, նայեցեք ինչ վգայեց, 4-րդ գլուխ Հովաննու 39-42 պիտի գարտամ, գսե Հովաննու 4:39 Եվ այն քաղաքեն շատ սամարացիներ իրեն հավատացին այն գնոջ խոսքին համար, որ վգայեց, փամը չրավ, քարոզ չի դվավ, վգայեց, ըսավ, ինչ որ եղավ իր կյանքի մեջ, և նայեցեք, խոսքս է, և ըսելով թե, ինչ որ ես կործեր էի, բոլորը ինձ եսավ, ու երբ սամարացիները անոր եկան, գաղաչեին անոր, որ իրենց քով գենա, ու 2 օր ալ հոն գեցավ, և ալ շատերը իրեն հավատացին իր խոսքին համար, ու գսեին գնոջը, ասկեդե ոչ թե քու խոսքիդ համար գհավատանք, վասզի մենք մեզ լսեցինք, և գիտենք, որ ասիգա է ճշմարտապես աշխարհի փրկիչը, հոս է հարցը, Քրիստոս ծնավ և հայտնեցավ, գսեմ, փրկիչ ըլլալ են դուր չունին, անոր փրկիչ ըլլալը ընդունած չեն, ինչ պիտի խոսին մարդիկ, ինչ պիտի խոսին, այս կինը վգայեց, թունալ, գրնաս վգայել, եթե ունիս այդ փորձառությունը, այնպես որ չես կրնալ լուր գենալ, թուն քեզի մի խապեր, իմ հավատքը սրտիս մեջն է, ես գհավատամ Աստուծո, խելքի մեջ եղած Աստծո քոյության հավատալ է, կամ անոր ամենազորության, ան ստեղծիչ է, ան ոմանքալ չղային, մորուքավոր աթորի վրա նստած քավազամը փռնած է, վայ եթե սխալի, գզարն է, այդպես գվախտամ, ես Աստուծո վախ ունիմ, ինչ են գիտես, որ Աստծո վախ ունիս, նայր ես սուտ չեմ խոսիվ, քողություն չեմ մներ, ես գվախտամ Աստծո, այս չէ Աստծո վախը, ժամանակն է, որ մեր ժողովուրդը Աստծո խոսքը գարտալու սկսի, գարտալու, մեծ դքիդություն գա, մեծ դքիդություն, մեծ, այս կինը ջանցավ փրկիչը և վգայեց, վերջին անց մնալ, որ մասին գարժի խոսիլ, այս ճշմարտություն հաստատող, Հիսուսի և իր աշակերտներուն հետ բադայեցավ, մեզի ծանոթ բադանին է, որ 2 ցուգը և 5 նգանակ հացը Հիսուսի բերավ, աննշան մեկը, բադանի մոր, փամը չունի, անարժեք, բայց ինչ արժեք դարձավ այս բադանին, հազարավորներուն գերագրվելու միջոց դարձավ, մի քանի գդոր ուդելիք,
Հովանու 6-րդ մեջ կրնակ կարդալ։ Հազարավորներ գշտացուց։ Քիչը Հիսուսի ցերքի մեջ գփազմաբատկվի։ Այս բադանին ոչ թե շադեն քիչը փերավ, այլ քիչ ուներ եւ այդ քիչը փերավ Հիսուսի ցերքի մեջ։ Երբ շադեն քիչը գփերենք դերոջը չենք օրհնվիր, սակայն երբ մեր ունեցածը դերոջը գահանցնենք, անմիջապես ցեր խելքը տրամին չեր տա։ Մենք շատ կարողություններ ունենք։ Մեր ամբողջ էությունը պետք է դերոջը ցերքի հանցնենք։ Ինչ որ ունենք, ինչ որ ենք, ինչ տաղանդ որ ունենք, նյութականնալ մեջ դերոջը պետք է հանցնենք։ Հոժարինք մեր ունեցածը Աստծո հանցնել։ Մի վախտակ Աստված չաշխատած աղքատ չդարձներ մեզի, երբ որ գործածենք մեր ինչքերը Աստծո համար։ Եվ անփռնի ուժով չարներ երբեք։ Անգուզե փասմապատկել, անգուզե օրհնել, բայց անոր ցերքի մեջ եղիր։ Այսօր ինչ դաղանթավոր մարդիկ կան, սատանան գփարավորեն, անոր ցերքի մեջ կորձիկ դարձած են, այնպես որ դերոջը հանցնվիր, որբեսի անոր հրաշակորց ըլլալու քու կյանքիդ մեջ թող երևանքը։ Չարը մեզ գխափե երբեմները գվախցնե, բայց մենք պետք չէ վախտանք։ Պետք է հավատանք, թե Աստված բարի է եւ ան միայն մեր բարիքը ուզե։ Գեղեցիկ խոսքը Սուրբ Գիրքի մեջ կսե ջաշագեցեք եւ տեսեք։ Ջաշագեցեք եւ տեսեք, թե դերը բարի է։ Ջաշագել պետք է։ Պետք է հասկանաս ով է դերը եւ կյանքիդ մեջ ընդունիս։ Այնպես որ Դավիթ աննշան մեկը լալով քողյաթը դաբալեց։ Եվ միջոցնալ, որ Դավիթ կործածեց, քարմներ։ Այո, ասիգա երևելի գոմներ։ Մույս չերևցածը անոր սրդի մեջ հավատքներ։ Արասված, վստահեցավ անոր, զասված կբաշտեր եւ իր ունեցած այդեր, անիկա կդավ։ Եվ դերը կործածեց։ Մենք ալ պետք է հոժարենք։ Խոնարհությամբ քալենք անորը սիրելներ։ Ուզես Աստված քեզի օրհնե, հեզ եղիր անորը։ Եվ շուրջիներուն հետ ալ հեզ գլաս, երբ անոր հետ հեզ ես։ Աստված խոնարհներու շնորհք կուտա, բայց անփարդավաններուն հագարակ կգնա։ Եվ խոստում ունի։ Զիս փարավորողները բիդի փարավորը։ Վերջացավ։ Աստուծո թիրքը այս է։ Քուվարմունքովդ, խոսքովդ, կորձովդ, թիրքորոշումովդ, զասված գփարավորես, գբատվես, անպայման քեզ պիտի փարավորե։ Բայց եթե դերը մեկ կողմ թրած ենք եւ դարձած ենք ավանդաբաշտ, ինչ պետք է աստվածաբաշտ ըլլանք, Քրիստոսասեր ըլլանք։ Եկեք մենք ալ ինչ ունենք, ինչպես որ ենք դերոջը հացնվիկ եւ ամեն բան անոր ցերքերում մեջ տնենք եւ տեսնենք ինչպես դերը մեզ պիտի օրհնի իր փառքին համար ամեն Եկեք մեր başlamուքը վերջացնենք 228-րդ երգը երգելով 228-ը առաջին 4-րդ 5-րդ եւ 6-րդ դուներ պիտի երգենք Ոտքի վրանոք որը կրնան որպես աղոտ մատուցանենք այս երգը
Այո Տեր Հիսուս, փառք ունենք քեզի եւ գխոնարին քո արչեւդ արժանի ես, որ մեր կյանքը գրավես։ Մենք ալդեր սիրահոժար կնվիրենք քեզի, մեր ամբողջ էությունը քու ձեռքերուդ կանցնենք, կործածես մեզ, որպես ընդիր անոթներ քու փառքիդ համար միայն։ Հիսուսի անունով ամեն։